Համացանցում շրջանառվում է խարդախության նոր տեսակ, երբ զեղծարարները արհեստական բանականության միջոցով փոխելով մարդու ձայնը գումար են խնդրում նրա ընկերներից։ Թիրախավորված են հատկապես Telegram և Facebook-յան ցանցերը։ Զեղծարարները կարող են ինչպես ձայնային հաղորդագրություններ ուղարկել, այնպես էլ կատարել տեսազանգեր արհեստական բանականության միջոցով, փոխված ոչ միայն ձայնով, այլև տեսքով։ Ինչպես տարբերել կեղծ ձայները և արդյոք նմանատիպ դեպքերը ստանում են իրավական ընթացք, հարցերի մասին Հայք Նյուզը զրուցել է մեդիափորձագետ Արթուր Պապյանի հետ։ Պարոն Պապյան, դեպքերը գնալով շատանում են, երբ AI-ով մարդիկ փորձում են մարդու ձայնը փոխել, դեմքը փոխել եւ այդպիսով տարբեր գումարներ շորթել։ Ու հիմնականում դա տարածվում է Facebook-ում, Telegram-ում։ Կխնդրեմ ասեք, թե ինչպես կարելի է նման դեպքերից խուսափել, տարբերել, որն է AI-ով սարքած ձայնը, որը իրական է, եւ արդյոք նմանատիպ դեպքերը իրավական հարթությունում կարող են որևէ ընթացք ունենալ։ Իրական որևէ կերպ չի կարելի տարբերել, որովհետև տեխնոլոգիաները գնալով կատարելագործվում են, նույնիսկ եթե դες ինչ-որ հիմա հնարքներ փորձեն պատմել, հավանաբար ճանաչելով այդ հնարքները կհաղթահարեն հանցագործները, դրա համար այդ ուղղությամբ աշխատանքը տալ է, ու աշխատանքը պետք է տանել մարդկանց մեդիա ուղղությամբ, այսինքն եթե դուք լսում եք ինֆորմացիա որևէ աղբյուրից, ինչքան դա հավանական թվա, պետք է չվստահել, փորձել այլընտրանքային աղբյուրով ստուգել։ Օրինակ, դեր ասած դեպքերում, երբ որ ձայնը կրկնօրինակում են, սկսում են ինչ-որ պատմություններ պատմել, որ չգիտեմ, փորձանքի մեջ են ընկել կամ հրատախտումներ պետք է բան, այդ դեպքերում պետք է կախել էթերախոսը եւ փորձել այլընտրանքային միջոցով այլ հարազատի դել, այսպիսի տարօրինակ զանգեր ստացել, օրինակ կամ այսպիսի ինչ-որ հետ բան են ստացել, փորձել կապել ինչ-որ արդեն ունեցած WhatsApp Messenger, այսպիսի ինչ-որ մի աղբյուրով, ճշտել է դու ես ինձ քիչ առաջ զանգում, ինչ-որ քո ձայնի նման բաներ, այս միգությունն է։ Եվ երկրորդը իհարկե հնարավոր է եւ պետք է աշխատել այս պատմության դեմ օրինական ճանապարհներով, ես կարծում եմ արդեն ժամանակն է, որ պետությունը պիտի ջանքեր գործադրի առավելագույնս աշխատող լծակներ ստեղծել խոշոր հարթակների հետ, այդպիսի հարթակներ ուղղակի կան, օրինակ ավելի Instagram, WhatsApp, Facebook այդ հարթակները, օրինակ եթե իրենց ինֆորմատիվը ինչ-որ հանցագործություն պատահելու խնդրանքով որոշ տեղեկատվություն տրամադրում են, քանի որ դրանք կազմակերպված են հաճախ, դա ինֆորմացիան ամբողջական չի, բայց տվյալները թե ով է մտել, որտեղից, ինչ տեղողությամբ, ինչ արդեն բավական կոնե ինչ-որ պրոցես սկսելու համար։ Այսպիսի տեսարով Telegram-ը ավելի ավանդաբար ավելի վատ է եղել, համագործակցել իշխանությունների հետ կամ քիչ համագործակցել, բայց որոշակի այդպիսի տեղեկատվություն համագործակցություն եղել է եւ դա նույնպես սկսել է աճել։ Սա է եւ հաջորդ կողմը դա ինտենսիվ աշխատանքն է տելեկոմ օպերատորների, որոնք նույնպես կարող են ուշադիր լինել հանցագործների գործողություններին, օրինակ եթե ինչ-որ մեկը փորձում է տարօրինակ IP-ից գրանցվել Telegram, բայց հայկական խոսահամարով եւ այս խնդիրները նույնպես պետք է կարողանան որոշ տեխնոլոգիաների համադրմամբ ճանաչել եւ փորձել արգելափակել։ Եվ այդպիսի աշխատանք արվում է իրականում։ Եվս մեկ հարց կան այդպիսի նախադեպեր, որ դեպքերը բացահայտվել են օրինական ձևով, օրինապահ համակարգերի կողմից։ Այս վերջին քանի տարի բարբերաբար լսում ենք, թե ինչպես են մեր քննչական ծառայությունները խոշոր ցանցեր բացահայտում հանցագործների կոռուպցիայի կոնկրետ ձայնային ֆիշինգի, այսպես կոչված voice phishing-ի կամ phishing-ի դեպքեր դեռ այդքան չենք լսել, բայց խոշոր այսպիսի հանցախմբերի հետևից գնում են եւ լավ համագործակցություն են տաղալում նաեւ արտասահմանյան տարբեր գործակալությունների հետ եւ նրանց համատեղման նաեւ համատեղ ջանքերով անգամ լսել են միջազգային հանցախմբերի կորսանքների ոչնչացման մասին, կարծում եմ, որ հաշվի առնելով տարածվածությունը հանցագործությունների մեր ընտրած ստրատեգիան ճիշտ է, այսինքն առաջնահերթ նա խոշոր կենտրոնների հետևից հետևականորեն շարունակել է պայքարը, այնպես որ այս երկու կոմբինացիան
որ մարդիկ մի քիչ ավելի ողջամիտ լինեն, որտեղ այս ամեն ինչ դուք ելավեր աղբյուրներից եւ նաեւ շարունակական հետևական աշխատանք տարվի իշխանությունների կողմից կազմակերպած հանձնախմբերի բացահայտման ուղղությամբ դա իրավաճ արդյունքներ տալիս է եւ տալու է։